Տերն ասում է անհնար է, որ գայթակղություն չգա, բայց վայ նրան, ում միջոցով որ կգա։ Գայթակղությունը մասացիոտնի թեմ է մտել աշխարհիկ իշխանավորների կերպարանքով։ Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել Քահանա Նուրիջանյանն է պատմում, որ Արարատի մարզային ու քաղաքային իշխանությունները առանձնազրույցների են հրավիրում թեմի հոգևորականներին, պահանջում տրժել իրենց ուխտն ու միանալ այն 10 եպիսկոպոսներին, որոնց մայրաթորը պաշտոնապես տիրադավ է հռչակել։ Եղել են հանդիպումներ քաղաքային եւ մարզային իշխանությունների հետ, ովքեր որ հրավիրեցին մեզ, որպեսի հանդիպում ունենանք եւ զրուցենք։ Եվ հանդիպման ընթացքում մեզ ասացին, որ հանդիպումը իրականություն է դարձել նախկին մեր թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանի եւ տեղյակ լինելու եւ օրհնության միջոցով։ Եվ սկզբից մեզ սիրալիր որդորում էին, որպեսի միանանք իրենց նախաձեռնությանը, մարզի միասնության, համախոհության, համերաշխության համար, որպեսի ամեն ինչ ավելի լավ ու ճիշտ լինի։ Եվ երբ որ փորձեցինք հասկանալ, թե որն է այդ միասնությունը, եւ հասկացանք, որ դա վեհապարին հրաժարական տալու պահանջը պիտի լինի, մենք մեր դիրքորոշումը հայտնեցինք, ինչպես որ առաջ էլ հայտնել էինք, որ մենք հավատարիմ ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Քահանայի խոսքով պաշտոնյաները չեն վարանել բացահայտ սպառնալիքներ հնչեցնել, օրինակ փակել եկեղեցու դռները հոգևորականների առջև։ Բախումներ ասվածը ըստ իրենց այն էր, որ կգանք մեր ժողովրդով ձեր եկեղեցիներ, կփակենք եկեղեցին եւ թույլ չենք տա, որ դուք մտնեք ներս։ Մենք էլ ասել ենք սիրով, երբ որ կուզեք համեցեք։ Պետական պաշտոնյաներից բացի հոգևորականների հետ զրուցել են նաև կարգալույցներ։ Նախկին հայրաղանը, որը ժամանակին վեհապարի գավազանակիրն էր, փորձել է համոզել Տեր Միքայելին գնալ եւ վերստին լսել տիրադապ հռչակված եպիսկոպոսների տեսակետը։ Քահանան հրաժարվել է լսել ու որդիական հավատարմություն է հայտնել Մայրաթորին ու նրա գահակալին։ Մենք Տիրոջ կամքի համապատասխան պիտի շարունակենք մեր հոգևոր ընթացքը, շարունակելով մեր առաքելությունը, մեր ծառայությունը, չեզոք կլինենք, թե կներգրավվենք ավելի ակտիվ գործողությունների մեջ, չեմ կարող ասել, բայց Աստված թող ողորմություն անի մեզ եւ մենք կարողանանք այն ուխտը, որ կապել ենք Աստծո հետ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Սուրբ Խորանին իջման սեղանի առաջ, այդ ուխտը անխախտ եւ անսասան մնա։ Տեր Միքայելի խոսքով եկեղեցական պատիժներից առավել մեր հավատը կարևորում է մարդու զղջումն ու հոգու փրկությունը եւ այս իմաստությամբ է պայմանավորված, որ Մայրաթորը կտրուկ քայլերի չի դիմում ու համբերատար ակնկալում է, որ պարակտման ճանապարհը բռնածները կգիտակցեն իրենց սխալն ու կվերադառնան հավատարմության ուխտին։ Եկեղեցին միշտ, ինչպես որ Աստված մարդու մեղքերի նկատմամբ երկայնամիտ է, սպասում է, հանդուրժում է այնքան, որ մարդը գիտակցի եւ գա զղջման ու ապաշխարության։ Նույն ոգով գործում է նաեւ եկեղեցին։ Այսինքն մշտապես մենք սպասում ենք, որ մարդը իր սխալի համար զղջում եւ ապաշխարություն դրսեւորի, ոչ թե միանգամից կտրուկ քայլերի ենք դիմում։ Միգուցե վեհապարը հենց այս մոտեցումով սպասում է բոլորի զղջմանը եւ ապաշխարությանը, որպեսզի մարդիկ կարողանան շարունակել իրենց առաքելությունը եկեղեցու անդաստանից ներս։